Եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է, բարև ձեզ, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ձերները մատաղ կանեմ հանգացված ձենելա, զգուշացնում եմ մատաղ կանեմ, ձերդ քաշ արա բայցամ անդրա, ձերդ քաշ եսմ, ձերներդ մեր չեպի, ձերներդ մեր չեպ, դավա։ Ոստիկանները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ հետախուզվողին հայտնաբերելը ժամանակի հարց է։ Ոստիկանության պետի մի սկզբունք եւս. եթե մենք չենք զբաղվում մեր երեխաներով, նրանցով զբաղվում է փողոցը։ Պատժի անխուսափելիությունը հանցագործությունների լավագույն կանխարգելումն է, հետևաբար աշխարհի որ ծայրում էլ թաքնված լինի հետախուզվողին հայտնաբերելը եւ քննությանը ներկայացնելը կարեւորագույն հարց է։ Բազմիցս ենք ներկայացրել տեսանյութեր, թե ինչպես են հայ իրավապահները տարբեր խողովակներով համագործակցելով իրենց արտասահմանցի գործընկերների հետ հայտնաբերում, վերադարձնում եւ քննությանը հանձնում հայրենիքում հանցագործություն կատարած եւ Հայաստանը լքած անձանց։ Այժմ ներկայացնենք Մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած ավազակության բացահայտման պատմությանը կարճ նախաբանով։ Մեր նախորդ թողարկումներից մեկում լուսաբանել ենք, թե օրերս Նոր-Նորքի երկրորդ զանգվածում դիմակավորված ատրճանակով զինված երիտասարդը ինչպես էր մտել առևտրի կետ, մոտեցել գանձապահին եւ սպառնալով պահանջել դրամարկղի գումարը։ Անվտանգության աշխատակիցները կանխել էին, հանել նրա դիմակը, վերցրել ատրճանակը, բայց բռնել չէր հաջողվել։ Հարցակում կատարած անձի ինքնությունը պարզելուց, հետախուզում հայտարարելուց հետո նա բռնվեց Վրաստանում։ Թվում էր տեսանյութը դիտելով հանցամիտները հետևություն կանեն, քաղաքացիները կլինեն ավելի զգույշ, արի ու տես, ոչ։ Հունիսի 30-ին նման մի դեպք էլ ոստիկանության կենտրոնականի բաժնում գրանցվեց։ Ահազանգը ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից։ Խանութի մենեջերը հայտնել էր, թե գողություն է կատարվել, սակայն դեպքի վայրում պարզվել էր կատարվածն ավազակային հարձակում է։ Երիտասարդ հաճախորդը գլխարկն աչքերին քաշած հանրախանութ էր մտել, մի փոքր շրջելուց հետո թիկունքից մոտեցել էր գանձապահին, սպառնացել դանակով։ Ձերները մատաղ կանեմ հանգացված ձենելա, զգուշացնում եմ մատաղ կանեմ, ձերդ քաշ արա բայցամ անդրա, ձերդ քաշ եսմ, ձերներդ մեր չեպի, ձերներդ մեր չեպ, դավա։ Եվ դրամարկղից հափշտակելով մոտ 600,000 դրամ դիմել էր փախուստի։ Գանձապահից հաղորդում վերցնելուց հետո իրավապահներն ուսումնասիրեցին խանութի տարածքը, զրուցեցին վաճառողների հետ։ Տեսագրող սարքերը ֆիքսել էին կատարվածը, սակայն դեմքը գրեթե չէր երևում։ Գանձապահը ինքն էլ լավ չէր տեսել։ Հարկավոր էր ականատեսներ փնտրել, պարզել կասկածյալը հանրախանութից դուրս գալով որ կողմ է գնացել, մեքենայով է եղել թե ոչ։ Գուցե հանցակից է ունեցել դրսում կամ հարակից փողոցներից մեկում սպասել նրան, սրանք հարցեր էին, որոնց պատասխաններից էր կախված գործի ողջ ընթացքը։ Տեսագրություններն ուսումնասիրելուց բացի ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզների հետ համատեղ ճշտեցինք նաև, թե կասկածյալը դեպքից հետո ինչ մեքենա է նստել, որ փողոցում ինչ էր, որի արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Ռուստամյան փողոցի բնակիչ Վարդան Եղիազարյանը։ Վարդան Եղիազարյանը, որն ինչպես պարզվեց հայտնի է նաև երգիչ Վարդանի կանոնով, հանրախանութից դուրս գալով Պուշկինի փողոցում տաքսի էր նստել, հետքից շեղելու համար հասել հարավ-արևմտյան թաղամաս, այնտեղից էլ այլ տաքսիով տուն։ Ըստ նախնական տվյալների Եղիազարյանին հաջողվել է փախչել հանրապետությունից։ Ավազակություն կատարելու մեղադրանքով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վարդան Եղիազարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին։ Տեղեկություններ հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Մի օր դեռ կանդրադառնանք վերոհիշյալ դեպքին, բայց արդեն հետախուզվողի հայտնաբերում խորագրի տակ։ Իսկ այժմ ներկայացնենք այդ նույն խորագրով հերթական պատմությունը նախ որպես պատժի անխուսափելիության հերթական ապացույց։ Դեպքը կատարվել էր 2014 թվականին։ Սկսենք այդտեղից։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ի ժամը 23:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի 5-րդ շենքի բակում առաջին մուտքի դիմաց դիմակավորված տղամարդիկ հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա եւ պատճառել 273,000 դրամի գույքային վնաս։ Տուն է եթու Բաժես մտնելուց մի հոգի բոյով, նեժնի, սև կուրտկով մոտեցավ հետևիցս, այն պահին որ մտին բաժես։ Աշկերիցս բռնեց,
ու բերանս փագեց։ Քաշ տվեց դեպի հետ։ Մի հոգի էլ, չգիտեմ կոնկրետ որտեղից, ոտներս բարձրացրեց։ Ոնց գցին մեքենայի մեջ, ոտի տակ, բերանս սկոճեցին, աշկերս փագեցին տոպրակով, ձեռներս կապեցին, հրազդանից մինչև չայնի, աղջիկա արձանի մոտ տարան, ընդեղ իջացրին։ Ճամփին իրանք ինձանից փող էին ուզում, իմ տան բանալիները, այդքան բան։ Վզիս վրա ցեփն ման եկավ, սենց ասում ցեփն վիզն չի։ Ճանապարհի այս հատվածում կինը կանգնեցրել էր անցնող մի մեքենա, վարորդի հեռախոսով զանգել եղբորը եւ հրազդան հասնելուն պես դիմել էր ոստիկանություն։ Հաջորդ օրը հարուցվել էր քրեական գործ ավազակության հատկանիշներով։ Ոստիկանները միջոցառումներ էին ձեռնարկել հանցագործության բացահայտման եւ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացահայտման ընթացքը բավական բարդ էր։ Դեպքը տեղի էր ունեցել ու ժամի ոչ ոք բակում կասկածելի անձ կամ մեքենա չէր տեսել։ Հարևաններից ոչ ոք աղմուկ չէր լսել։ Տուժող կնոջ աչքերը փակել էին, չկար կողմնորոշիչ մանուկ անգամ, որ օգներ ոստիկաններին։ Չնայած այս ամենին հետախուզական միջոցառումները չէին դադարում։ Դեպքից 2 տարի 4 ամիս անց ապրիլի 20-ին ոստիկանության նոր-նորքի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ եւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր Երևանի Կոտայքի մարզային վարչությունների ու հրազդանի բաժնի ծառայողների ծավալուն միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ հիշյալ ավազակային հարձակումը կատարել է Երևանի բնակիչ 1970 թվականին ծնված Սիմոն Հարությունյանը, որը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Ձեռնարկվում էին միջոցառումներ ավազակային հարձակման մյուս մասնակից երևանցի 1968 թվականին ծնված Իշխան Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Թեև դեպքից անցել էր բավական ժամանակ, սակայն Իշխան Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ մեր աշխատանքները չէին դադարում։ Հետևողական աշխատանքը շուտով արդյունք տվեց։ Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Երևան քաղաքի Արցախի եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկից հայտնաբերեցինք ավազակություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 1968 թվականից ծնված Իշխան Գրիգորյանին եւ բերման ենթարկեցինք ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։ Ոստիկանները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, իսկ հետախուզվողին հայտնաբերելը ժամանակի հարց է։ Շարունակում ենք թողարկումը անչափահասների իրավախախտումների եւ հանցագործությունների նախականխման, նրանց իրավագիտակցության բարձրացման, օրինահարկ հասարակության ձևավորման գործը բոլորի ու յուրաքանչյուրի խնդիրն է, իսկ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության ուղղակի գործառույթը։ Անչափահասների հետ տարվող աշխատանքներում թերացումը դիտում եմ հանցագործություն ապագայի նկատմամբ։ Սա ոստիկանության պետի սկզբունքն է, որն ուղենիշ է դարձել ոստիկանության անչափահասների գործերով ծառայության համար։ Անչափահասներին վերաբերող խնդիրների լուծման հարցում ոստիկանությունը համագործակցում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, համատեղ քննարկումների ընթացքում մշակելով միջոցառումների գործուն ծրագիր։ Անչափահասների հետ տարվող աշխատանքներում կարևորվում է նաև ոստիկանության ստորաբաժանումների համագործակցությունը։ Անչափահասների գործերով ծառայության եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հանդիպումների ընթացքում բարձրացվում են ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր նշանակության հարցեր եւ համատեղ քննարկումների ընթացքում գտնվում է դրանց արդյունավետ լուծման բանալին։ Մեր աշխատանքում համագործակցությունը անչափ կարևոր է։ Իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ։ Իրականացվում են տարբեր ծրագրեր եւ առանց համագործակցության ուղղակի հնարավոր չի իրականացնել որևիցե մի միջոցառում, որևիցե մի ծրագիր։ Սերտ համագործակցում ենք բոլոր այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են երեխաների հիմնախնդիրներով, մասնավորապես մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրներով։ Դեռևս 2000 թվականից աշխատում ենք Հայկական օգնության ֆոնդի երեխաների աջակցման կենտրոնի հետ։ Այնտեղ է գործում նաեւ քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքը, որը իր ուրույն տեղն ու դերը ունի։ Անչափահասների հետ տարվող աշխատանքներում առանձնահատուկ դեր ունեն դպրոցական տեսուչները։ Ոստիկանը դպրոցում է, որ կանխի դժվար տարիքում գտնվող անչափահասների իրավախախտումները, նաև նրանց նկատմամբ իրավախախտումները իրավական խորհրդատվություն տրամադրի աշակերտներին ու մանկավարժներին։ Ոստիկանության անչափահասների գործերով ծառայության գործունեության ոլորտում հատկապես կարևորվում է պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասների հետ տարվող աշխատանքը։ Այս երեխաների հետ բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվում մշակութայինից մինչև ռազմահայրենասիրական, ճանաչողական եւ այլն։
մի խումբ անչափահասներ ոստիկանների ուղեկցությամբ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում էին, որտեղ ծանոթացան զինվորական առօրյային, մարզասրահում չափեցին իրենց ուժերը։ Անչափահասների մեկ այլ խմբի համար կազմակերպվեց ուխտագնացություն։ Առաջնորդարանի եկեղեցուց երեխաները մեկնեցին Օշական, Մեսրոպ Մաշտոցին հարգանքի տուրք մատուցելու, այնուհետև եղան Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ Բովանդակալից էր Կոմիտասի Պանթեոն այցը։ Երեխաները հարգանքի տուրք մատուցեցին մշակույթի գործիչների հիշատակին, ծանոթացան նրանց կյանքի ու գործունեության դրվագներին։ Իսկ թիվ 1 հատուկ կրթահամալիրում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում ոստիկանների ու աշակերտների միջև։ Ավանդույթ են դարձել նաև Խարբերդի մասնագիտացված մանկատուն ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների այցերը։ Հերթականը հունիսի 16-ին էր՝ գթասրտություն, ուշադրություն, բարություն։ Այս երեխաներն ամեն անգամ դա են ստանում իրենց հին բարեկամ ոստիկաններից։ Արդեն ավանդույթ է հանրապետության ավագ դպրոցներում անցկացվող դասը վարում է ոստիկանը միջոցառումը։ Ոստիկանության բարձրաստիճան սպաները խոսում են համակեցության կանոնների մասին, որոնց պետք է ենթարկվեն բոլորը, խոսում են արատավոր երևույթներից, որոնցից պետք է զերծ մնալ։ Ոստիկան աշակերտ երկխոսություն է, անկեղծ, անմիջական, անհրաժեշտ։ Ոստիկանությունը անչափ կարևորում է անչափահասների հետ տարվող աշխատանքները։ Անչափահասները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Այն կանոնակարգվում է նաև ոստիկանության պետի հրամանով, որ երեխաների հետ պետք է աշխատեն, անչափահասների հետ պետք է աշխատեն բոլոր ոստիկանները։ Յուրաքանչյուր ստորաբաժանում իր լուման պետք է ունենա նրա համար, որpիսի մենք վաղը ունենանք օրինապաշտ քաղաքացին։ Ոստիկանության աշխատակիցները ավանդույթի համաձայն երեխաների համար հեքիաթային են դարձնում հունիսի 1-ը։ Կենսախինդ, լուսավոր փոքրիկ մարդկանց պայծառ դեմքեր, կավճանկարչություն, երգ ու պար։ Ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցները պարբերաբար միջոցառումներ են անցկացնում հատկապես ամառային արձակուրդների շրջանում։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում ոստիկանների կազմակերպած միջոցառման մասնակիցները Հայ օգնության ֆոնդի շահառու երեխաներն էին։ Հուլիսի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչությունը գեղեցիկ անակնկալներով հագեցած օրպարգևեց թիվ 1 հատուկ կրթահամալիրի մի խումբ սաների։ Սևանա լճի ափին գտնվող ժամանցի վայրերից մեկում երեխաները մի ամբողջ օր վայելեցին բովանդակալից հետաքրքիր հանգիստը։ Ոստիկանության պետի մի սկզբունք ևս։ Եթե մենք չենք զբաղվում մեր երեխաներով, նրանցով զբաղվում է փողոցը։ Մեծ աշխատանք է տարվում, բայց այդ աշխատանքը քիչ է։ Անընդհատ պետք է ամենատարբեր կառույցներ, ամենատարբեր մարդիկ ներգրավվեն այդ աշխատանքում։ Դրանով պետք է զբաղվեն բոլորը եւ անչափահասներին վերաբերվեն ինչպես սեփական երեխային։ Սա արդեն միասնական սկզբունք է, որը ամենօրյա սրտացավ աշխատանքով է կյանքի կոչվում։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։